Բարեկամներ, եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ Երկիր մեդիայի եթերում։ Երկիրը հաղորդաշարն է, մենք այս անգամ ձեզ հետ միասին եկել ենք Գեղարքունիքի մարզ։ Մի քիչ որ գնանք կմտնենք արդեն Տավուշի մարզ, այսինքն երկու մարզերի սահմանագլխին ենք։ Բնապատկերները ավելի շատ մեզ իհարկե Տավուշն են հիշեցնում։ Եկել ենք միասին Դպրաբակ հրաշալի անունը կրող գյուղը, իսկապես գեղեցիկ է հնչում, դպրոց եւ բակ Ունենք դպրոց, գյուղում ունենք դպրոց, 80-ից ավելի երեխա է սովորում, որից 78-ը հենց դպրաբակցի է, ավելի քան 550 մարդ է ապրում այստեղ։ Խնդիրների մասին մի անգամից պիտի ասենք, դե ճանապարհի մասին չեմ խոսում, որովհետև սա հիմնական մայրուղին է ճամբարակի կողմից դեպի Դիլիջան ու Իջևան գնացող, դե գյուղամիջյան ճանապարհները ինչպես մնացած գյուղերում։ Խմելու ջրի հետ կապված քիչ առաջ մի տիկին էր մոտեցել, թե իմ տանը ջուր չկա, իմացա, որ ամռանը այստեղ խնդիրներ լինում են, իհարկե, երբ որ մարդիկ նաև ջուրը օգտագործում են իրենց բոստաններում լոբի, կարտոֆիլ եւ այլն ջրելու համար, նման խնդիրներ կարող են լինել, բայց ի պատիվ վարչական ղեկավարին ասեմ, որ իմ ներկայությամբ խոստացա, որ այդ հարցը հետևում ենք եւ առաջիկա մեկ ամսում կլուծվի։ Այնպես որ համարենք, որ այդ խմելու ջրի խնդիրն էլ պիտի առաջիկայում լուծված լինի։ Գյուղացիք հիմնականում զբաղվում են իհարկե անասնապահությամբ, հեռագնա արոտներ ունեն, տարվա այս շրջանին իհարկե անասունների մեծ մասը այնտեղ է, մնացածը խոզ, ոչխար, այծ, կովեր պահում են իրենց գոմերում, որ հենց գյուղի մեջ են, տներին հարակից 17-րդ դարի խոնարհված եկեղեցի ունենք, դրանից հետո արդեն 1800 թվականներին այստեղ ինչպես մնացած գյուղերում ապրում էին թուրքերը, մեր պապերը, մեր ապու պապերը ինքնակամ հեռացան այս կողմից, կարծես այս հրաշքը զիջելով օտարին, բայց գիտենք, որ պատմությունը ինքն իրեն էլ խմբագրում է ու ուժի շնորհիվ է խմբագրում, մտքի ու կամքի շնորհիվ է սրբագրում ամեն բան եւ 89-ից այստեղ ապրում ենք մենք բացառապես հայերը։ Սա մեր դպրաբակն է, մեր հրաշք գյուղերից մեկը։ Գիտեի, որ դպրաբակում գորգագործական արվեստանոց կա, այստեղ էլ հարցրեցի, որ գործում է, ասացին այո գործում է, ես էլ մտա բարև ձեզ, սիրելի աղջիկներ, տիկնայք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր անունը։ Վարդուհի։ Վարդուհի, ձերը։ Նովելա։ Վարդուհին եւ Նովելան երկուսով եք էս մի դասգարն է այստեղ։ Այո։ Այո, շատ ա եղել, հիմա այսինքն մնացել։ Երբ ֆանից է սա արվեստանոցը գործում։ 4 տարի արդեն։ Ու 4 տարի դուք այստեղ աշխատում եք, չէ՞, բառն օգտագործում։ Այո։ Դուք ես կարպետ եմ գործել։ Կարպետ եք գործել։ Մինչև էս։ Մինչև էս կարպետ եմ գործել 3 տարի։ Հələ մի հարց էլի, ես էս կողմ գամ։ Այդ կարպետ գործելը դուք որտեղ եք սովորել։ Այստեղ։ Հենց այստեղ եք սովորել։ Հա, որովհետեւ ես ուզեցի գորգնել գործեմ։ Հիմա սա ինչ ասեմ, կարպետ է։ Սա գորգ է։ Օրինակ սա ինչ է։ Ես գորգ է, կարպետ այս գործն է, ուղղակի։ Հետնամասն է ուղղակի, հա, հետևին մասն է, այս կողմն է պատտվել, հասկացա։ Կարպետ այս ձևի աշխատանք է։ Ուղղակի ինքը թելերով գնում ես գալիս է, սա այս ձևի չի ակնվում։ Հա։ Ավելի հեշտ է։ Իմացանք, ուղղակի այս խավը այս կողմներ, ինձ թվացա է ճիշտ է, էլի։ Հա։ Այս մեր ամենահայտնի ժայռապատկերներից մեկը, այս մեր խաչքարերի երևի գորգախաչ է, այսպես ասեմ։ Ես ժառանգաբար տատիկից եմ վերցրել, ինքն էլ կարպետագործ։ Այսինքն դուք այնուամենայնիվ տատիկից եք սովորել, ոչ թե այս արվեստանոցում։ Հա։ Չէ, ստեղել ենք սովորել, բայց գեներով կա։ Կատարելագործվել եք։ Այո։ Հասկացա։ Հիմա սրանք պատվերներ են կոնկրետ, թե պատրաստում է հետո վաճառել։ Հա, մենք պատրաստում ենք, իրանք իրացնում են։ Բնական մենք աշխատանք է։ Խայ միասնության խաչի տնօրենը։ Ինչպես։ Գրիգոր Մաչանենց։ Էջմիածնում են իրանք։ Հա, իրենք են նախաձեռնել եւ դուք այստեղ երկուսով եք աշխատում։ Այո։ Հայ միասնության խաչ։ Մաչանես Գրիգորի մասին է խոսքը։ Հասկացա։ Այս մեկի վրա ինչքան ժամանակ եք ծախսել եւ ինչքան պիտի ծախսեք։ Եթե նստենք գործեք մի շաբաթ։ Ձեր անունը մոռացա։ Վարդուհի։ Վարդուհի։
ասիկ ինչ էլ աններ մոռանալու չէ, Վարդուի դուք ինչքան ժամանակ է որ սովորել եք այս մասնագիտությունը։ 4 տարի։ Այն որ վարպետ եք ձեզ արդեն կոչում էլի։ Այո, 4 տարի։ 4 Աշակերտներ։ տարվա մեջ էլի ինչքան գործում ես, էլի մի բան էլի սովորում ես։ Իսկ աշակերտներ կան, այս մեր Այո, գյուղի երիտասարդ աղջիկները օրինակ ուզում են գալ սովորել։ Եղել են սովորցնում եմ, ով գալիս են, ուզում են սովորցնում։ Սիրելի հեռուստադիտող, մենք գնանք մի քիչ շրջենք գյուղով, թելերից հյուսված հեքիաթ, գորգերով փոխանցող ինչ պատմություն, գորգերի սիմֆոնիա, այդ տրամադրությունն էլ այդ ամբողջը մենք զգացինք այստեղ, գուցե հաղորդման ավարտին գանք տեսնենք նաև Նուրի, եթե չեմ սխալվում, տիկնիկային թատրոնի երեխաներին։ Մենք նախորդ գյուղերում այս թեմային անդրադարձանք, բացառություն չէ նաև դպրաբակա, այո, այստեղ հիմնականում եկան բնակվելու ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանից, այսպես ասենք, մեր գարդման աշխարհից, երբ սկսվեց շարժումը, նաև սկսվում էր պատերազմը, շատերը տարագրվեցին աշխարհի տարբեր երկրներով ու տարբեր քաղաքներով։ Սիրելի գարդմանցիներ, շամխորցիներ, մարդիկ, որ ապրում եք Բարուն, Բարսում, Մարտունի գյուղերում, իմացեք, որ ձեր համագյուղացիների մեծ մասը եկել են ու տեղավորվել այս գյուղերում, մեծ մասը իհարկե դպրաբակում։ Որտեղ որ տեսնում ես, որ սեն շատ խոտի հակերը շարված են, որ Անաստապայի Բաքու տուն ես եկել, չէ՞, բարև ձեզ։ Իմ անունը Վարդան է, ձեր։ Մայիս։ Այս էլ հորթուկները Արամայիսի, հա, այս կողմն են։ Հորթուկներն են։ Հա, համոզված եմ մեծերը վերևն են։ Մեծերը Սարին են։ Սարը հեռագնա է, չէ՞, աղագին հեռու է։ Ոչինչ, շատ չի հեռու, որտեղ ուղարկում են կարածելու։ Հովիվ ունեք, նախնապարում եք դուք։ Չկա, այս գյուղում հովիվ Բա չկա։ ինչա, հերթով եք տանում։ Հա, հերթով տանում ենք, թողում ենք գալիս։ Թե ասենց ուղղակի բրախում եք իրան գնում են գալիս։ Հիմա խոտի մեկ հատը գյուղում ինչ արժի։ Մի հատ տուկը Հա, 1000 դրամ։ 1000։ Տեղ կա արդեն 1200 է բարձրացել։ Այս տարի մի քիչ ոնց խոտը սակավ է, չէ՞։ Այո, մի քիչ խոտը պակաս է։ Շնորհակալություն։ Հանա, ձեր կինն այնտեղ ինչ որ գործ է անում, տեսա։ Հա, դե ոչ համարես Ներքնակներն ու վերմակները արևին ենք տալիս։ Շնորհակալություն։ Մի քիչ գնանք շրջենք ձեր գյուղում։ Դպրաբակ գեղեցիկ անունը կրող գյուղում ենք։ հետո։ Կարդացինք դպրաբակի գյուղատնտես մայրեր ու մտանք զովտեղ, բարև ձեզ։ Հասկացանք ինչով եք զբաղվում դուք, ձեր անունը։ Անուշ Նազլուխանյան։ Անուշը ինչ է անում։ Աշխատում եմ այստեղ որպես հավաքող, խոտաբույս հավաքող։ Էս ի՞նչ է։ Սա գեշհոտի է։ Ինչ։ Գեշհոտի։ Գեշհոտի, բայց այդ չէ գեշհոտի չի։ Հոտը գեշը։ Տիկնաճա, հարցնենք, բարև ձեզ։ Գեշհոտի։ Ձեր անունը։ Անահիտ կոոպերատիվի նախագահը։ Անահիտներ կոոպերատիվի նախագահն է, այս Լորենին է։ Հա, Լորենիա մենք։ Այսինքն վատ հոտ ունեցող։ Հա, երևի։ Այդ ինչ է, էլի դեղաբույս է։ Դեղաբույս է, հա, ինքը։ Այս թեյաբույս է, դեղաբույս է։ Այն ինչ են անում։ Դեղ են պատրաստում պրոստը։ Թուրմ են սարքում Հա, խմում, հա։ բանի օղի մեջ թրմում են, մասաժների բանի, Օղի հա, մեջ։ օղի մեջ թրմում են։ Հաստատ օղին բուժում է, Հա։ սա էլ կողքից տես գեշ հոտ է տա։ Այս ուրսն է։ Մեր կոոպերատիվում 6 հոգի ենք, 6 հոգի 6 գյուղատնտես մայրեր դպրաբակի, Հա, հա, 6 հոգի ենք, 6 ցել հավաքում ենք, 6 ցել աշխատում ենք եւ կողքի գյուղերին էլ աշխատացնում ենք, հավաքում ենք կանայք, երեխաները ու կանայք սաղն էլ հավաքում են, Լորենի Բերել պարկերը։ եմ ձեր սարերից 5 կիլոգրամ ուրց, թե 5 չէ, լավ 1 կիլոգրամ ուրց եմ հավաքել, ինչքանով կընդունեք ինձանից։
Հա մենձանից եժան են ընդունում, մենք էլ կարանք եժան ասենք։ Ինձանից ինչքանով կառնեք։ Ձեզանից 700 դրամով։ 700 Ոնց վաճառում ենք, պրոստը ոնց վաճառում ենք։ Գեշ հոտուկը։ Գեշ հոտին էլ 1000 դրամ։ Սիրելի հեռուստադիտող, մենք հիմա գտնվում ենք Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում եւ մտել ենք Դպրաբակի գյուղատնտես մայրեր կոոպերատիվը։ Ճիշտ է։ Իմացեք, որ այստեղից դուք կարող եք գնել ուրց, լորենի, խնկածաղիկ, գեշոտ, մայրամխոտ եւ շատ բույսեր։ Շնորհակալություն։ Մենք էլ ուրախ կլինենք, եթե ինչ որ հարցով նաեւ նպաստեցինք, այո, աշխատող մարդկանց պիտի գովազդել պարտադիր, աշխատող մարդկանց ձեռքը պիտի սեղմել, աշխատող մարդկանց պիտի ոգևորել ու աջակցել։ Մեր երկիրը աշխատող մարդկանցով է երկիր։ Տեսնում ես, ամենքն էլ ճաշ ունեն, եկ մենք էլ մեր ճաշն ուտենք, հետո գործ կանենք էլի։ Ձորակի այս տարիքի երեխաները ինչ զբաղմունք ունեն։ Ուրեմն Դպրաբակի երեխաներն են թատրոնում ընդգրկված։ Երեխաները 14-12 տարեկանից են թատրոնում, թատրոնը 16 թվականից է գործում։ Այս ընթացքում մինչև այժմ 2 ներկայացում ենք բեմադրել։ Առաջին ներկայացումը տիկնիկներով էր, երկրորդը Չարիվերշն ենք բեմադրել, երկրորդը Տերն ու ծառան ներկայացումն է։ Ես այդ Նուրի տիկնիկային թատրոնն էի այտենց կարծացել լսել։ Թատրոնի անունը Նուրի է հենց, առաջին ներկայացումը Նուրի տիկնիկի միջոցով է եղել ու տիկնիկների միջոցով, որտեղ կարվել են տիկնիկները այստեղ երեխաների ու մեր միջոցով, մեր կողմից։ Քնել են։ Դեև ներկայացման ընթացն է այդպես։ Չէ, ներկայացման ընթացքն է, հիմա երեխաները փորձ են անում։ Տերն ու ծառան է ներկայացումը, մենք մի քանի անգամ հյուրախաղերով Ճամբարակ համայնքի գյուղերում հանդես ենք եկել։ Դուք ով եք։ Ես Լիլիթն եմ, Ազգանունը Սոհանյան, 2016 թվականից տեղափոխվել եմ Դպրաբակ գյուղ։ Որտեղից։ Երևանում սովորելուց հետո, ավարտելուց հետո տեղափոխվել եմ Դպրաբակ ու որոշել եմ նվիրվել Դպրաբակին, գյուղի զարգացմանը ու գյուղի զարգացումը սկսել։ Ամուսնացել եկել եք գյուղ, մնացել թե ոնց։ Եկել եմ գյուղ, հետո ամուսնացել եմ Ձորավանք գյուղում, տեղափոխվել եմ Ձորավանք, բայց գործունեությունս հիմնականում Դպրաբակում է։ Հրաշք տեղերում են այս գյուղերը տեղակայված, ես չգիտեմ երբևէ 12 թվականից առաջ ձեր մտքով անցել էր թե չէ որ գալու եք այստեղ ապրեք, բայց ինչու հենց սա էլի։ Ես ծնվել եմ Դպրաբակում, մեծացել եմ Ճամբարակ քաղաքում։ Հա, այսինքն կապը կար, այնպես չէր որ հատկապես։ Դպրաբակում 7 տարի ապրել եմ Դպրաբակում, հետո տեղափոխվել ենք Ճամբարակ, դրանից հետո գնացել եմ Երևան սովորելու ու որոշել եմ վերադառնալ գյուղ ապրել գյուղում։ Համոզված եմ երեխաները սիրով են գալիս։ Իհարկե։ Ինչպես ասում են, մենք էլ գնանք մեր գործին, այտեղա Սիմոն, օրը ճաշ դառավ կամ առհասարակ մթնեց։ Բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում Երկիրը հաղորդաշարի հերթական պատումներ Դպրաբակից։ Մենք միասին հիմա բարձրանալու ենք Կալավան։